Ծափաթաղի դաշտամիջյան հատվածում մահացած հայտնաբերված 3 տարեկան տղայի մահվա մասին սկանդալային բացահայտում է արել ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանի խոսքով նախնական տվյալ կա, որ երեխային խեղտամահ է արել հայրը։ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայծրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք խեղդել եղբայրը պատմում էր, որ խեղդել են, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով 2 եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացրել երեխան ոնց է հայտնվել է դաշտամիջյան հատվածում, այսինքն հայրը տարել նետել է, հա երեխային այդ հատվածում ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։ Ինչպես ասացի թողարկման սկզբում Ծափաթաղում աշխատող մեր նկարահանող խումբը հայտնել է, որ Ովանեսովնորի տանը քննչական գործողություններ են կատարում մեծ թվով քննիչներ։ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի մարմինը հայտնաբերվել այնտեղ, որտեղով մի քանի անգամ են անցել փրկարարներն ու կամավորները։ Գյուղում հենց շրջանառվում էր վարկածը, որ հնարավոր է երեխայի մարմինը հետո են տեղափոխել Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատված, որտեղ ըստ ոստիկանության Կիրակի ժամը 15-ի սահմանում հայտնաբերվել է փոքրիկի մարմինը։ Տիգրանն անհետացել էր անցած երկուշաբթի հոկտեմբերի 27-ին։ Գյուղացիներից մեկը մեր թղթակիցների հետ զրույցում ասել էր, որ Տիգրանի ընտանիքը հիվանդ է եւ բուժման կարիք ունի։ Դեպքը եղելությունը ոնց է գնահատում։ Ընտանիքի թափթվածությունից։ Այդ ընտանիքը բուժման կարիք ունի, ոչ մեկը այդ բանը չի նշում։ 2 աղբեր քուրը ծնողներից իրենց ծնողներից հիվանդություն ունեն, դրանց այդ քուր եղբորից եղել է 9-10 երեխա, բոլորը հիվանդ երեխեք են։ Ինչու բուժում չեն բանում, ընկել են սրա նրա հետևից։